Փաշինյանն ապրիլի 1-ից թոշակները բարձրացրեց մինչև 10,000 դրամով։ Ինչ եք կարծում, դա ինչ-որ կապ ունի գալիք ընտրությունների հետ։ Ոնց կարա չեն, կարա դիշուբանից աներ, չէ՞։ Թոշակը բարձրացել է, մի տուփ սիգարետը դարձրել է 700 դրամ։ Դա ինչ է, թոշակն սիգարետին հերք չի անում։ Հա, բարձրացել է որպես կաշառ։ Իհարկե, ինքը թոշակն էլ, այս բժշկությունն էլ, ինքը բյուջեի հաշվին ընտրակաշառք է տալիս։ Բայց բյուջեն, որ ինքը ծախսում է, ինքը արդեն 3-4 կվարտալի փողերն է ծախսում, որովհետև հեսա ով որ գա, դրա պատասխանը ինքն է տալու, որովհետև սաղ փողերը ինքը ծախսում ընտրակաշառքին, ինքը էլ ուրիշ ձև չունի, ինքը հասկանում է։ Ընտրակաշառք է դա կոչվում, այսինքն բյուջեն հաստատելուց չեն ասում իշենա պետ 10,000 դրամը թոշակառուներին գալիս ընտրությունից մի ամիս առաջ բան են անում։ Ընտրակաշառք է դա։ Ես համարում եմ ընտրակաշառք։ Որ թոշակը բարձրացավ էլացնել հետը ցանկացավ։ Բարձրացել է, որ իրեն ընդրեն։ Ստացածը ինչ է, գումար կա, բան կա, գնացեք, բարձր թոշակը տվող է։ Լրիվ 100%։ 100% ընտրություններ, եթե իմալոր բան են։ Ինչակսին Ընտրակաշառք։ Հայ է, բա միջև ընտրությունն օրիչ, տվին որ այսօր տվեց։ Բա չունի, այդ ոնց է, միջև ընտրությունները բան չեր անում, այդ ոնց եղա որ պետք է ընտրվեն, պետք է բան թոշակը, մի վաղ 10,000 դրամը թոշակառուն ինչ պետք է անի 10,000 դրամով, դեպի բարձրացը իրա գոզ։ Ապրիլի 1-ից բարձրացան, բայց չի նշանակում, որ բարձրացավ, ուրեմն լավ է վիճակը։ Բան չի հիմա բարձրացեց, գալիք ընտրության հետ կապ ուներ։ Բա իհարկե կապ չուներ, 8 տարվա մեջ է, այս վերջի 2 ամիսը բարձրացավ, դրանից առաջ չի չէր բարձրացավ։ Ինչի հիմա բարձրացեց, գալիք ընտրության հետ կապ։ Այո, 100%-ով։ Որը ինքը անցնի, ամեն ինչի պատրաստ է, տենց ասի, որ ինքը ընտրվի։ Ապրանքի թանկությունը ավելի ինձ չի գոհացում, քան թե ավելացած թոշակը։ Ինչու հիմա բարձրացեց, գալիք ընտրության հետ կապ ուներ։ Չունի։